Չեմ վախենա հայտարարելուց, որ այս բաղադրատոմսը իմեջիս ամենահամովն է։ Ագահի նման մարդ ու կնիկ մենք այս ամբողջը կերել պրծել ենք, որովհետև շատ համով էր ու ես այսօր էլի թազա պիտի սարքեմ։ Մինչ պատրաստելը չմոռանամ սեմ, որ էջիս մեջ ընտիր մրցույթ է։ Անպայման մասնակցեք, թողեք այս խոհանոցային գործերը ու գնացեք հանգստանալու կամ Դիլիջան, կամ Թբիլիսի։ Դե գնացինք պատրաստելու, կվերցնենք խոշոր սող, կմաքրենք, մեջտեղից կտրվածքներ կենենք, կդնենք տաք ջրի մեջ ու կեռացնենք 15 րոպե։ Աղացած մսի վրա կավելացնենք սոխ ու սխտոր բլենդերով հարած, քերած գազար, ջուր, բուսայուղ, թթվասեր, տոմատի մածուկ, աղ, սև ու կարմիր պղպեղներ, բրինձ ու կանաչի։ Մի լավ կխառնենք ու միջուկը պատրաստ է։ Իսկ սոխերը կդնենք սառը ջրի մեջ ու ինչը ցույց կտամ հոլովակում, շատ արագ ու հեշտ կառանձնացնենք բոլոր շերտերը։ Կպատրաստենք առաջին թանձրուկը, բուսայուղի մեջ կավելացնենք շաքարավազ, կարմիր ու սև պղպեղ։ Ջեռոցի համար նախատեսված ամանի տակ կքսենք այդ թանձրուկից, իսկ հետո կլցոնենք սոխի թերթիկները։ Հերթականությամբ ու սիրուն կշարենք ու լցոնած սոխերի արտաքին շերտը եւս կպատենք թանձրուկով։ Պատրաստենք խառնուրդը, տոմատի մածուկի վրա կավելացնենք ջուր, կիտրոնի հյութ, աղ, սև պղպեղ ու մեղր։ Խառնուրդը կլցնենք ուտեստի վրա, կավելացնենք սալորաչիր, կփակենք փայլեթի տեղով ու կուղարկենք ջեռոց 40 րոպեով։ Հետո կհանենք փայլեթի տեղը ու եւս 40 րոպե կթողնանք։ Իսկ կեսը պատրաստել եմ գազօջախի վրա տոլմայի նման, բայց ջեռոցում պատրաստածը անմահական էր։